Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ ասում բոլորիդ, որովհետեւ այո 5 ժամից ավելի հիզիչ արևի տակ կանգնել ու սպասել, հույսով, հավատով իրապես բարդ է, բայց ոչ անհնար։ Մի հատ ուզում եմ մենք, մեզ, դուք ձեզ ծափահարեք շատ բարձր, շնորհակալություն ձեզ։ Պարոն Ծառուկյանի ուժի ու հզորության մասին չկան հոմանիշ բառեր, որ կարողանան բնութագրեն։ Հենց այսօր էլ ժամեր առաջ, երբ պարոն Ծառուկյանը մեքենայից իջավ, իր լայն ժպիտը, բարձր ծիծաղը, ամենայն կարևոր օրինակներ, փաստներ, ապացույցներ, որ Ծառուկյանը մնում է Ծառուկյան, ինչ ուզում է լինի, մի հատ բարձր ծափեր պարոն Ծառուկյանի։ Ես հիմա այստեղ ուզում եմ փոխանցեմ բազմաթիվ երիտասարդների խոսքը, քանի որ նախընտրական շրջանում չունեինք իրավունք ծրագրեր կազմակերպելու, մեր բազմաթիվ երիտասարդական ծրագրեր թողել էինք ընտրություններից հետո։ Մենք անհամբեր սպասում ենք պարոն Ծառուկյանին, որ պարոն Ծառուկյանը դուրս գա ու մենք կարողանանք ի նպաստ մեր երկրի, մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչել։ Դրանք միայն հնարավոր են այն դեպքում, երբ պարոն Ծառուկյանը կլինի ազատության մեջ։ Ինչպես պարոն Ծառուկյանն է մշտապես երիտասարդների կողքին եղել, նույնպես ուզում եմ, որ պարոն Ծառուկյանը այստեղ լսի, որ երիտասարդները իր կողքին են միշտ։ Գիտեք, ցանկացած երկրի փայլուն ապագան բացառապես կարող է լինել իրականություն կրթված երիտասարդներ ունենալու շնորհիվ։ Բազմաթիվ են օրինակները, երբ երիտասարդները ստիպված լքում են Հայաստանը ու ցավոք սրտի շենացնում այլ երկրներ։ Մենք ունենք պոտենցիալ, մենք ունենք խելացի երիտասարդներ ու մենք հենց պարոն Ծառուկյանին ազատության մեջ տեսնելով եւ թողնելով միայն կարող ենք մեր երկրի վառ ապագան ունենալ, ինչու ոչ նաեւ շատ վտանգավոր եմ խոսում ներկայի մասին, բայց ինչու ոչ նաեւ ապագան։ Այն քայլերը, որոնք մենք այսօր կանենք, դրանք այն նույն ծիլերն են, որը մենք պետք է տեսնենք տարիներ հետո։ Գիտեք, քիչ առաջ, ժամեր առաջ, երբ որ պարոն Ծառուկյանը եկավ, ես փորձեցի մոտենալ ոստիկաններին ամենայն հարգանքով բոլոր ոստիկաններին, շնորհակալություն նաև ձեզ, որ ձեր ծառայությունն եք իրականացնում, բայց դժվար է իմ համար այս մասին խոսել, բայց թևիցս քաշեցին, հրեցին մի կողմ ու բազմաթիվ նամակներ ստացա, թևը հոչի ցավացել։ Ժողովուրդ, ես մարդ եմ, ով ամիսներ շարունակ ամեն օր պարոն Ծառուկյանի հետ պտտվել է մարզերում։ Պարոն Ծառուկյանը այն մարդն է, որ առանց անվտանգության աշխատակիցների ինքնակամ մտել է մարդկանց մեջ, հոտ բազմության մեջ։ Իրեն մոտեցել են հազարավոր մարդիկ, ժամերով հերթ են կանգնել, որ մոտենան պարոն Ծառուկյանին գրկեն։ Ուղղակի իրենց սրտի ջերմ խոսքը ասեն պարոն Ծառուկյանին։ Այսօր միտքը որն է թույլ չտալ, որ պարոն Ծառուկյանին մոտենան մարդիկ։ Գիտեք, շատ ավելի կարևոր խնդիրներ կան մեր երկրում, որ շատ ավելի լավ կլինի, ինձ որպես քաղաքացի շատ ավելի ապահով կլինի այս երկրում ապրել, եթե դուք դրանց ավելի ուշադիր լինեք։ Գիտեք, բազմաթիվ սպառնալիքներ եմ ստանում Facebook-ով, նաև Instagram-ով։ Ես որպես օրինակ կարող եմ լրատվամիջոցներին ցույց տալ մի քանի նամակներ, որ հեսա քեզ էլ են բռնելու, զգուշ դուրս արի, ու բոլորը ինչ-որ ֆեյք է։ Ժողովուրդ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հասկանում եմ, միգուցե ոչ հպարտ, բայց քաղաքացի։ Ունեմ իրավունք ապահով ապրելու, տեղաշարժվելու իմ երկրում։ Ես ինչի պիտի իմ կարծիքը արտահայտելու համար ֆեյքային գրոհի հարձակվեմ, ինչի տեղից հելած հիմա վստահ եմ, էլի նորից ակտիվանալու են իրանք, իմ նկարներով բաներ են տեղադրելու, ժողովուրդ չեմ նայում, ուղարկողներին էլ նույն պահին բլոկում եմ, ոչ միտեղ չտանող ճանապարհ է։ Ինչ եք անում։ Մարդու պատվին ու արժանապատվությանը վերաբերող գրառումների ուղղությամբ մենք չունենք անելիք։ Մեր մաքսիմումը այնա, որ ժողովրդի կողմից սեր ու հարգանք վայելող մարդուն
ոստիկանական երկու շարք պատնեշով փակեք, որ մարդիկ չկարողանան մոտենալ իրենց։ Ես վստահ եմ, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր հաշտ չեն այս իրավիճակի հետ։ Որպես հայ մարդ, որպես Լիաննա, շնորհակալ եմ կոնկրետ այդ տեսակին։ Բայց խնդրում եմ, հաշվի առեք, որ վերևում Աստված կա։ Ու ամեն ինչ չի մեր երկրում, որ մեր կյանքում առհասարակ, որ չափվում է փողով, պաշտոնով ու կարգավիճակով։ Հասկանում եմ, ունենք սոցիալական բազմաթիվ խնդիրներ, բոլորը։ Ինչպես պարոն Ծառուկյանն է մշտապես ասում, մարդ չկա, որ վարկ չունենա։ Ու այստեղ էլ այս մարդիկ, ովքեր հիմա տարբեր կառույցներից մնացել են առանց գործ, բազմաթիվ վարկեր ու պարտքեր ունեն, որոնք չեն կարողանում փակել։ Ինչի են կանտարբեր։ Ես չեմ ասում տանք, ջարդենք, փշրենք, չէ, դա ոչ միտեղ չտանող ճանապարհ է, բայց խնդրում եմ ամեն օր գիշերը գլուխը բարձին դնելուց առաջ մի հատ մենք ինքներս մեզ հարց տանք, որպես մարդ, առանց կարգավիճակի ու պաշտոնի, ինչ ենք արել մեր երկրի համար, ինչ օգուտ ենք տվել մեր կողքի կանգնած անծանոթ մարդուն։ Ու այդ ժամանակ միայն լիքը բան մեր իրականության մեջ կփոխվի, վստահ եղեք։